Տեսնելով մեր քաղաքական դաշտում այս դավաճան սրիկաների թրքասիրությունը, հաճախ հիշում եմ 15-րդ դարում Ռումինիայի թագավոր ու ազգային հերոս Վլադ III-ին, ով պատմության մեջ վիճահարույց կերպար է համարվում։ Ես պատմաբան չեմ, հետևաբար շատ չեմ խորացել նրա կատարած գործերի մեջ, բայց գիտեմ կարևոր մասը։ Վլադ III-ը թուրքերին ոչ թե չէր մուրանում ու խաղաղություն աղաչում, ինչպես այսօր են անում հայադավնիո բոլշևիկները, այլ իր կամքն էր թելադրում նրանց։ Թուրքերին ժպիտներով ու սրտիկներով դիմավորելու փոխարեն նա թրով ու ցիցերով էր դիմավորում, որի շնորհիվ ստացավ Վլադ Ցեփեշ մականունը։ Նա թագավորում էր Ռումինիայի հարավային Վալախիա կոչվող մարզում, եւ երբ օսմանցի թուրքերը մոտենում էին նրա սահմաններին, տեսնում էին, որ ցից հանած իրենց հայրենակիցների դիերի վրայից կախված էին պլակատներ, որոնց վրա գրված էր «Բարի գալուստ Վալախիա»։ Անցնելով սահմանը եւ տեսնելով այդ տեսարանը, թուրքերը մտածում էին, որ այս անգամ սխալ երկիր են ներխուժում։ Վլադը նման քայլերին դիմելով համբավ ստացավ որպես շատ դաժան ու անգութ մարդ, եւ նույնիսկ նրա անունը լսելիս թուրքերը սարսափում էին։ Այս հոգեբանական ահաբեկումը օգնեց ռումինացիներին իրենցից ռեսուրսներով գերազանցող թուրքերին վտարել եւ հեռու պահել իրենց հայրենիքի սահմաններից։ Ինչ էլ ասեն պատմաբանները նրա մասին, մենք հայերս նրանից շատ բան ունենք սովորելու։